Սա է նշանակում զարգացման միտված եւ որևէ մի ուղեր չկա։ Արդարություն, կոռուպցիա ում է ուղղված էս։ Դե ինքը ասում է մեզ, այսինքն իշխանությանը, ես այդպես եմ հասկացել, որովհետեւ ժողովրդին դիմել դրանով, երբ որ նա ինչազուրկ է եւ դուրս մղվող, ես կարծում եմ էթիկական չի, ես համոզված եմ, որ նախագահը ասում է հենց իր թիմը պետք է մի քիչ իրենց թափ ում է ուղղված սա եւ համաձայն եք ում է ուղղված այս խոսքը հուսակիցներին էր ուղղված այդ արդարություն, հավաքականություն, կոռուպցիա։ Ուրեմն սկսենք որ չգիտես ինչու որ ռազմավարական դարձվածքի ժողովրդացում ստացվեց, որ զարգացում իսկապես չի նախատեսվում, խոսքը դրում է կայունության մասին։ Այո, իշխանության կայունության մասին անցումնային քուրում դա ամենակարևոր խնդիրն է, որովհետև երբ որ մենք անցնելով նոր համակարգի փորձենք խարխրել այսօրվա գործիքակազմը, այսօրվա գործող համակարգը, գործիքակազմը, ինստրումենտարի Այդ դեպքում այո մենք կստանանք ամենադժվար բանը կառավարման համակարգը փոխելն է։ Ամենադժվար բանը դա լինի ձեռնարկություն, մանավանդ եթե դա լինի երկիր։ Այո, կայունությունը ամենակարևոր խնդիրն է։ Բայց մենք անցնում ենք չէ նոր կառավարման ձևի, նոր քաղաքական համակարգի ինչու ենք ասնում, հենց նրա համար որ ապահովենք զարգացումը, հենց նրա համար ենք ասնում, կայունությունը պետք չի ապահովել կառավարման համակարգ փոխելով, եթե պահպանում ես կայունությունը մնում է։ Մենք անցումնային փուլի կայունության մասին ենք խոսում, իսկ համակարգը մենք փոխում ենք զարգացում ապահովելու մասին։ Ինչ ուղղություններով, այդտեղ նորից նշված այդ բոլոր ուղղությունները, այսինքն հանրության բոլոր ցավալի կողմերը նշված են։ Որտեղ ենք մենք հետ մնում, որտեղ մենք խնդիրներ ունենք տանելու։ Այո, դա դեկլարացիա է։ Այո, բայց իհարկե պետք է սկզբից դիմի դեկլարացիա, պետք է սկզբից մենք նախանշենք այդ կետերը, հետո նոր հասնենք ծրագրային խնդիրներին։ Սա կառավարության ծրագիր չի, այդ կառավարության ծրագրի ժամանակ նոր մենք հասնենք իրական ծրագրերի, թե ոչ պետք է լուծենք այդ հարցերը։